Բարև Օլիմպոս, ձեզ կրկին ողջունում ենք մեր ջերմ եւ շատ սիրելի տաղավարից։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք ու այդքան ակտիվ եք։ Այսօր սպասված հյուր ունենք, նա երկրորդ շախմատիստն է, որը եկել է Բարև Օլիմպոս, Գրոսմաստեր, Հայաստանի հավաքականի առաջատար անդամներից մեկը, շատ ուժեղ երիտասարդ Հայկ Մարտիրոսյանը, ողջույն Հայկ ջան։ Ողջույն։ Պատրաստ ես խոսել շախմատի ամենահետաքրքիր ու յուրահատուկ կողմերի մասին ու նաև մեզ համար բացահայտումներ անել։ Այո, մեծ սիրով շնորհակալություն հրավերի համար։ Հայկ, շախմատը ամենաարագ փոփոխվող տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանող մարզաձևերից է։ Ինչ ես դու անում, որ արագ ընդունես դրանք եւ քեզ լավ զգաս։ Այո, շախմատը շատ է փոխվում, անընդհատ ամեն տարի նոր խնդիրներ են իհայտ գալիս շախմատում եւ պետք է շախմատիստները այդ ընդունեն այդ ամեն ինչը եւ փորձեն նոր ձևով հանդես գալ։ Ես ինքս իմ փորձից կարող եմ ասել, երբ օրինակ 10 տարի առաջ խաղում էի կամ 7 տարի առաջ, այն ժամանակ համակարգչի այդ աշխատանքը այդքան մեծ դեր չուներ։ Հիմնականում ընկերներով այդ սկզբնախաղերի վրա ենք աշխատում մեր մարզիչների հետ եւ այդքան էլ դժվար չէր քան այսօր, իսկ հիմա ամեն ինչ շատ է փոխվել։ Համակարգիչները հաղթում են, այսպես ասած, մարդկանց եւ նրանց հետ ուղղակի ժամանակ ենք շահում, քանի որ յուրաքանչյուր դժվար դիրք, երբ շախմատիստ օրինակ երկար ժամանակ պետք է պահանջվի, որպեսզի ճիշտ քայլերը գուշակի, համակարգիչը 1 վայրկյանում է ուղղակի դա ասում եւ այո, սա մեծ փոփոխություն է։ Հին աշխարհի չեմպիոնները այսպեսի բան կարծում եմ չէին պատկերացնի իրենց կյանքում եւ այո, միշտ պետք է հետևել բոլոր այդ նորություններին, խաղացված պարտիաներին, ստուգել համակարգիչներով եւ այդպես փորձել էլ ավելի շատ ինֆորմացիաներ ունենալ։ Բայց դա ճիշտ է համակարգչի այդ ամեն ինչը վերցնելը։ Այո, այսօր չի թույլատնում խաղի մտածված լինելը։ Համակարգիչները հիմա մի փոքր սահմանափակում են, քանի որ առաջ օրինակ ես իմ հակառակորդներին կարող էի 5-6-րդ քայլից անակնկալի բերել, բայց հիմա նրանք էլ են բոլորին հասանելի է դա եւ նրանք էլ են օգտվում դրանցից եւ հիմա 15-20 լինում է ավելի բարձր մակարդակում ուղղակի շատ դժվար է, պետք է շատ աշխատել հիմա։ Ինչպես նշեցի, եթե համակարգչով դա չանենք, դա շատ մեծ ժամանակի կորուստ կլինի եւ գրեթե անհնար է պատկերացնել առանց ուժեղ համակարգչի հետ աշխատանքը։ Այսինքն շախմատը սկսել է տեխնոլոգիաներին եթե չես ուզում հետ մնաս, պետք է քայլես այդպես։ Այո, միանշանակ այդ առումով շատ կարող են օգնել մարզիչներ կամ այնպիսի մարդիկ, ովքեր կոնկրետ քեզ համար նրանք կկատարեն այդ համակարգչի աշխատանքը եւ դու մի փոքր ավելի հանգիստ այո շախմատ կարող ես խաղալ ուղղակի։ Այսինքն մարզիկները պետք է թիմեր ունենան շախմատիստները, որոնց մասին մենք շատ ենք խոսել, որ մեր հայ շախմատիստների մեծ մասը իրեն նման բան թույլ տալ չի կարող եւ դուք եք այդ աշխատանքը անում եւ երբ ձեր մրցակիցները հանգստանում են, դուք ավելի շատ եք հոգնում եւ պարտեին գնում եք բնականաբար ոչ այդքան թարմ, որքան իրենք։ Այո, դա շատ կարեւոր է։ Ես մի քանի անգամ էլ այդ մասին խոսել եմ, որ շախմատիստները պետք է ավելի շատ հանգիստ լինեն, իրենք ուղղակի պետք է իրենց որակները ցույց տան խաղի առջև եւ չունենային այդ խնդիրները միջև խաղը։ Տարբեր երկրների օրինակներ կան, օրինակ Հնդկաստան, Ուզբեկստանը վերջերս շատ մեծ հաջողություններ է գրանցում, ընդամենը 10 տարում նրանք օլիմպիական չեմպիոն դարձավ, իրենց հավաքականը 3 շախմատիստ ունեն top 30, եթե չեմ սխալվում, բայց միանշանակ top 100-ում եւ այդ աշխատանքը իրենց մոտ շատ լավ է ընթանում, նրանք հստակ գիտեն թե որ շախմատիստին որ կետում ինչ է պետք եւ ես էլ շատ ուրախ կլինեի, որ ինչ-որ մի օր Հայաստանում էլ ունենայինք այդ հնարավորությունները, որ շախմատիստները այդ մեծ աշխատանքը որոշ մասը մարզիչները կամ իրենց օգնողները կրեն եւ ուղղակի նրանք ազատ խաղի ժամանակ գործեն։ Ինչու հիմա չունենք Հայկ ըստ քեզ։ Հիմնականում ֆինանսական խնդիրներ կան, նաեւ այդ համակարգիչները, որ նշվում են, դրանք էլ են վճարովի եւ դրա համար պետք է այո գումարներ, կարծում եմ դա է հիմնական խնդիրը, ֆինանսական խնդիրները։ Ճիշտ ենք նկատել Հայկ, որ Հայաստանում շախմատը մի քիչ հետընթաց է ապրում։ Թուլացել է բազմաթիվ ուժեղ շախմատիստներ են կամ դադարեցրել են գործունեությունը կամ արշական աշխատանքով են զբաղվում, ինչով է դա պայմանավորված։ Կարող եմ նշել, որ գրեթե միշտ մենք ունենում ենք շատ տաղանդավոր եւ ուժեղ շախմատիստներ, եթե ինչքանով որ ես տեղյակ եմ Մանուել Պետրոսյանը մինչև Հայաստանի չեմպիոն դառնալը նշել էր, որ առաջնությունից առաջ նրա մտքով անցել է, որ նա մարշչական աշխատանքի հասնի։ Կարծում եմ այդ շախմատիստները, ովքեր ընտրում են այդ տարբերակը, նրանք այդ դժվարությունների շատ են բախվում, դա ահռելի մեծ ժամանակատար հարց է եւ դրա համար փորձում են երևի
մարզչական կարիերան ընտրել, որպեսզի Գումարել վաստակեն։ եւ գումար եւ ավելի մի փոքր հանգիստ կլինեն, բայց վստահ եմ, որ բոլորը ցանկանում են շախմատիստի կարիերան ավելի երկար լինի, ուղղակի այդ խնդիրներին ոչ բոլորն են դիմանում եւ շատ ուրախ եմ, որ նա հենց Հայաստանի չեմպիոն դարձավ եւ հուսով եմ սա նրա համար մեծ ավելի քայլ էր կրկին վերադառնալ հավաքան եւ նա իստում է արդեն չի մտածի մարզչական կարիերայի մասին։ Այդ դեպքում ինչու ենք մենք ունենում տաղանդավոր երեխաներ, ովքեր մինչև 18 տարեկանների աշխարհի Եվրոպայի լավ արդյունքներ են գրանցում եւ այդ նույն տաղանդավոր երեխաների մեջ էիր դու, Շանթը, Արամը, Մամիկոնը։ Այո, եկավ մի շրջան, երբ որ դուք արդեն հաղթում էիք Մագնուս Կարլսենի պես շախմատիստի, բայց սա շարունակական չի լինում։ Ինչու՞մն է խնդիրը ըստ քեզ։ Ես խորհուրդ կտամ բոլորին, նաև այդ նոր սկսնակ շախմատիստերին, ովքեր գիտեն կամ տեսնում են այդ խնդիրները, կարող է լինել իրենց կարիերայում, ոչ մի դեպքում չկոտրվել, միշտ հավատալ, որ քրտնաջան աշխատանքի դեպքում այնուամենայնիվ հաջողության հասնելու ես։ Ուղղակի այդ իմ նշած կարևոր կետերը մարզիչներ ունենալ, օգնողներ ունենալ եւ այդ համակարգչից օգտվելը դա մի քանի քայլ առաջ է քեզ տանում, տարիների կորուստ չի լինելու։ Այդ առումով ես ուրախ կլինեի, որ մարզիչներ գային փորձառու արտերկից Հայաստան, ովքեր հստակ այդ խնդիրները գիտեն, նրանք հենց այդ օժտություններով են հայտնի շախմատում։ Իսկ երբ որ ես սկսում էի 15-16 տարեկանում այդ կարևոր քայլեր անել շախմատում, այն ժամանակ ունեինք Աշոտ Անաստասյան, Արսեն Եղեզարյան, որոնք իմ կարծիքով լավագույն մարզիչներն են եղել Հայաստանի, բայց ցավոք սրտի նրանք գրեթե նույն ժամանակ մի քանի տարի տարբերությամբ մահացան, ցավոք սրտի դա շատ լուրջ կորուստ է եղել հայկական շախմատի համար, եւ հիմա մենք ունենք շատ երիտասարդ մարզիչներ, որոնք խոստում ունեցած են եւ ապագայում շատ մեծ օգտակար կլինեն, բայց փորձառու մարզիչների խնդիր ունենք։ Վստահ եմ նրանց, եթե նրանք մեզ հետ լինեին հիմա ֆիզիկապես, այդ շախմատիստները, ովքեր միգուցե արդեն մարզչական աշխատանք են անցել, շատ լավ կարիերա կունենային շախմատում։ Դրա համար ես խորհուրդ կտամ այդ արտասահմանյան մարզիչներին փորձել օգտվել նրանց հնարավորություններից, որպեսզի այդ երեխաները ետ չմնան իրենց կարիերայում եւ մի քանի քայլ ավելի շուտ հասնեն իրենց նպատակներին։ Բայց այնուամենայնիվ խորհուրդ կտամ բոլորին չհանձնվել, քանի որ ես էլ իմ կյանքում այնպիսի խնդիրներ եմ ունեցել, որ միգուցե շատերը ուղղակի կթողնեին շախմատը եւ չեն շարունակի։ Դա եղել է այն, որ շատ եմ ցանկացել մրցաշարերի մասնակցել, երկար ժամանակ չեմ մասնակցել։ Եղել է 2 տարի ես կրտնաջան աշխատել եմ, բայց այդքան էլ մեծ աճ չեմ գրանցել այդ 2 տարվա ընթացքում եւ շատերը կարող է չդիմանային եւ թողնեին, բայց ես ունեի նպատակներ եւ վստահ եմ, որ ես ամեն դեպքում ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կհասնեմ այդ հաջողություններին։ Ուղղակի անհատապես շատ մարզվել, շատ ուժեղ շախմատիստների պարտիաներ ուսումնասիրել, նրանց ասած այդ խոսքերը ինչ շախմատիստերի դա կարդալ, իմանալ, լսել, դա շատ է օգնում կյանքում։ Մարզիկների անցած կարիերան իրականում մեկ խոսքը կարող է քո կարիերայում շատ լուրջ դեր փոխել։ Ուրախ ենք, որ չհանձնվող տեսակ ես, որովհետև մեզ այդպիսի մարզիկներ շատ են պետք։ Հիմա էլ քո կարիերայում հայ հիշում եք մի քանի տարի առաջ դու լավագույն 40-յակում էիր Ֆիդեի Վաղուսակում 34-ը, եթե չեմ սխալվում, հիմա ցավոք 100-յակում չկաս։ Ինչպես տարար նախ այդ փաստը եւ ինչ ես անում նորից լավագույնների թվում լինելու համար։ Ճիշտն ասած, վերջերս մեկ շաբաթ առաջ 2 պարտիա խաղացի եւ այդ պարտիաների շնորհիվ հիմա 98-ն եմ, եթե չեմ սխալվում։ Բայց կարող եմ նշել, այո, երբ ես 2700 վարկանիշ անցա, դա ինձ համար երևի ամենամեծ հաջողություններից մեկն էր, որովհետեւ Հայաստանի շախմատի նաեւ։ Այո, շատ շախմատիստներ այդ խնդրին բախվել են եւ չեն կարողացել անցնել, լինելով շատ տաղանդավոր, բայց այդ ժամանակ ես շատ խնդիրների բախվեցի։ Ես 2700 անցա եւ ինձ պետք էր հանգստանալ, քանի որ ես այդ ամբողջ տարվա ընթացքում մրցաշարերի եւ շատ Հայաստանում էլ 15 օր է եղել այդ ամբողջ տարվա ընթացքում։ Պետք է հանգստանալ, պատրաստվել այդ նոր մակարդակի մեջ մասնակցելու, բայց ունեի լավագույն այդ 100 շախմատիստների մրցաշարը գրանցվի, հետո միանգամից ունեի Հայաստանի հավաքանում առաջի տախտակի վրա Եվրոպայի առաջություն եւ գրեթե գերհոգնած վիճակում եմ մոտեցել այդ մրցաշարին եւ այո, այդ ժամանակ վարկանիշս միանգամից անցա եւ կորցրեցի, բայց ինչպես նշեցի, շատ է փոխվում շախմատը եւ նույն աշխատանքները կատարելով միգուցե առաջ չգնաս, դրա համար ես նշեցի, որ պետք է այդ նորություններին միշտ ուսումնասիրել, անցնել այդ ամեն ինչի մեջով եւ հիմա ես ինքս նույնպես
փորձում եմ այս նոր իրողությունների հետ հարմարվել։ Միանշանակ շախմատիստների այդ համակարգիչների հետ այս նոր աշխատելավոճը այդքան հաճելի չէ, հոգնեցնող է, ավելի հաճելի է մարզչի կամ ընկերների հետ հավաքվել այդ այո խնդիրները, բայց ցավոք սրտի հիմա սա է իրականությունը եւ բոլորը ովքեր հիմա այդ խնդրին բախվում են, պետք է հարմարվեն եւ առաջարվեն։ Ես վստահ եմ, որ հիմա այդ փորձության մեջով է կանցնեմ, որովհետեւ հստակ գիտեմ թե ինչ պետք է անեմ հիմա, այդ ամեն ինչը, այդ աշխատանքը կատարելու դեպքում վստահ եմ, որ կվերադառնամ այդ լավագույնների ավելի շարքին։ Սպասում ենք։ Հիմա շախմատում այսպես նաև փոփոխություններ են լինում, ավելի շատ արագ կայծակնային շախմատ են խաղում, Ֆիշերի վարկածով այո շախմատը տարածում գտավ եւ մի տեսակ նաև շոուի պես բան դարձավ շախմատը, մինչ այդ թվում էր հա ժամերով խաղում են բան։ Դու ոնց ես սա ընդունում եւ արդյոք տեսնում ես քեզ ներգրավված այս առաջնություններում։ Այո, միանշանակ ինչ վերաբերում է շախմատին, ես այդտեղ եմ, կապ չունի դա կայծակնային կլինի, արագ շախմատ, Ֆիշերի շախմատ, գովելի է միանշանակ, շատ հնարավորություններ կան շախմատում, դա հաճելի է այլ սպորտաձևերում հնարավորությունները կարծում եմ քիչ են, բայց շախմատը շատ ավելի խորքային է, մեծ է, այստեղ արագ շախմատը լրիվ ուրիշ բնույթ է կրում, կայծակնային ուրիշ եւ դա հաճելի է իրականում, որ մի քանի հնարավորություններով կարող ես ելույթ ունենալ։ Կարծում եմ դուք էլ եք նկատել, որ վերջերս այդ կայծակնային եւ արագ շախմատը ել ավելի մեծ դիտումներ է գրանցում, քանի որ դա կարճ է ավելի տևում եւ մարդիկ կարողանում են հետեւել այդ ընթացքին, իսկ դասական շախմատը շատ երկար է, միգուցե հոգնածնող է միանշանակ այդ երկրպագուների համար, այդ առումով շախմատը տեսնում է, որ ավելի շատ մարդիկ ներգրավված են լինում կայծակնային շախմատում, արագ շախմատում եւ այնտեղ ուղղակի այդ պատրաստվածականության մեթոդները այլ են, այնտեղ դու ուղղակի կարող ես խաղատախտակի առջև ստեղծագործել, այո, անակնկալները շատ կարող ես բերել, բայց դասական շախմատում այդ աշխատանքը շատ կարևոր է, որ երկար պատրաստվել, հակառակորդին շատ երկար ավելի ուսումնասիրել, իսկ կայծակնայինում եւ արագ շախմատում դա գրեթե չկա եւ շատ քիչ է։ Ավելի շատ ինտուիտիվ եւ այդ արագ կողմնորոշվելու Ես ավելի շատ եմ անկեղծ ասած սիրում ավելի քիչ ժամանակով պարտիաներ, քանի որ հակառակորդը քիչ ժամանակ ունենա այդ կարևոր քայլերը գտնելու եւ ով ավելի լավ դրսեւորի իրան այդ կարճ ժամանակացում նայ կհաղթի։ Բայց ինձ համար դասական շախմատը շատ մեծ կարևոր դեր ունի, բոլորն էլ առաջնային դրան են տրամադրվում։ Ուղղակի շատ ժամանակ հոգնածուց չէ լինում եւ ուզում ես կայծակնային շախմատ խաղաս։ Հիմա շատ լավ է, որ ավելի շատ են լինում այդպիսի մրցաշարեր եւ հնարավորություններ կան նաեւ այդպիսի մրցաշարերին շատ մասնակցելու։ Իսկ կպատմես Մագնուս Կարլսենի հետ ձեր այդ դիմակայությունից եւ քեզ հաջողվեց հաղթել ու բավական քննարկված էր այդ պարտիան շախմատային աշխարհում։ Այո, դա ինձ համար նույնպես այլ զգացողություններ է, երբ նրա հետ խաղում եմ, երրորդ անգամ էի խաղում, նույն առաջնությունում, աշխարհի կայծակնային առաջնությունում եւ ամեն անգամ երբ միջև այդ խաղը տեսնում եմ վիճակառությունը, որ Մագնուս շատ ժամանակ ես ինձ մեջտեղներում եմ փնտրում, բայց երբ տեսնում եմ առաջին խաղատախտակի վրա եմ, ուղղակի դա այլ էմոցիաներ է։ Խաղալ աշխարհի իմ կարծիքով բոլոր ժամանակների լավագույն շախմատիստի դեմ, ուղղակի նրա հետ խաղալը արդեն հաջողություն է, բայց ես միշտ հավատում եմ իմ կյանքում, որ անհաղթարելի ոչինչ չկա, տրամադրվում եմ միշտ իր հետ նաև խաղալուց հաղթանակի համար, որովհետև եթե մտածեմ ոչ ոքի միանշանակ կպարտում։ Եթե աշխարհի լավագույն շախմատիստի հետ պետք է արդեն այդպես մոտենաս, ուրեմն շանսերը շատ քիչ կլինեն։ Այդ ժամանակ չեմ կարող բառերով հիմա էլ բացատրել։ Չէր ասում վերջում ինչեր էր։ Խաղից առաջ շատ լուրջ էի տրամադրված եւ այդ խաղը ինքնին իրեն ցույց տվեց, որ նրա համար էլ հեշտ չէր, ճիշտ է, մի պահ ինքը ուներ հաղթած դրություն, բայց շատ դժվար էր այդ հաղթանակ քայլերը գտնել, քանի որ ժամանակը քիչ էր, եւ վերջին դիրքում մասնագիտորեն կարող եմ ասել, որ ոչ ոքի էր, մենք 3 անգամ արդեն քայլերը կրկնում էինք, բայց երևում էր, որ նա ցայտնոտում միշտ լարված է վերջի շրջանում, չգիտեմ, դա երևի իր այդ երկար կարիերայի արդյունքն է, որ նա շատ հոգեբանական բաների միջով է անցել, այո, եւ ես հենց այդ կետին էի ուշադրություն դարձնել նրա հետ խաղից առաջ, որ ես պետք է ժամանակով նրան ճնշեմ, քանի որ լավագույն շախմատիստի դեմ շատ բաներ այո չես կարող գտնել ավելի լավը նրանից լինելու, բայց կարող եմ նշել, որ այդ կետով եմ հենց ես տարբերվում կայծակնային շախմատում, ավելի արագ եմ գործում։ Այո, այդ վերջում դա ուղղակի այդ լարված դիրք էր, նա երևի փորձում էր հաղթանակի հասնել, քանի որ ոչ ոքի էր դիրքը, փորձում էր ինչ-որ այլ ալտերնատիվ տարբերակներ գտնել եւ հենց այդտեղից էլ նրա այդ սխալը
եկավ։ Բռնացրի։ Այո, հավասարակշռությունը կորցրեց եւ քարերը արդեն գցեց եւ չհասցրեց ժամանակը սեղմել, քանի որ օրենքով դու պետք է խաղատախտակի վրա բոլոր քարերը ուղես, երբ որ գցում ես եւ նոր ժամանակը սեղմես, բայց նա ուներ 2 թե 3 վայրկյան եւ 4-ից 5-ը, եթե չեմ սխալվում, կարող է ավելին նա գցեց եւ ֆիզիկապես չէր կարող հասցնել։ Եվ վերջում մրցավարից փորձում էր ամբողջովին այդ օրենքներից հասնել, մի փոքր փորձում էր այնպես անել, որ միանգամից պարտություն չդնեն, ինչ ժամանակ, այո, բայց մրցավարը հստակ նրան կանոնների մասին ասեց, նշեց, որ անցյալ տարի նույն մրցաշարում նույնպես եղել է դեպք եւ նույն որոշումն է կայացվել, եւ մի փոքր նա էլ հանգստացավ այդ ամենից եւ արդեն գրեց այո իր պարտությունը։ Հայկ, իսկ ուժեղ շախմատիստների հետ խաղալը որքան կարևոր է եւ ինչ որակներ եք կարողանում այդ պարտիաների ընթացքում ձեզ համար վերցնել։ Ուժեղ շախմատիստների հետ խաղալը շատ կարևոր է, քանի որ ամեն ինչ կարող ես նրանցից սովորել, թե նրանց կեցվածքը խաղի ժամանակ, թե ինչ սկզբնախաղեր են խաղում, ինչին են ավելի շատ ուշադրություն դարձնում։ Դա եթե ուժեղ շախմատիստների չխաղաս, կարող է շատ երկար տարիներ պահանջվել դա հասկանալու համար, բայց մի մրցաշար, երկու մրցաշար այդպիսի փորձ ունենալուց հետո մի քանի քայլ, այսպես ասեմ, նորից առաջ ես գնում դու։ Ես շատ բաներ եմ նրանցից սովորում, օրինակ ես իմ խաղաոճում շատ եմ կարևորում չգնալ այդ արագ այդ ակտիվ հաշվարկներին, որ ուղղակի շատ քիչ ստեղծագործելու տեղ կունենա, չեմ ձգտում միանգամից հասնել առավելության, բայց սահմանափակ հնարավորություններով, այլ ավելի շատ սիրում եմ գնալ հավասար դիրքերի, չունենալ սկզբում առավելություն, բայց շատ ստեղծագործական հնարավորություններ եմ ունենում, հետո ես արդեն ինքս իմ ուժեղ կողմերի շնորհիվ հաղթած դիրքեր եմ փորձում ստանալ եւ հաղթել։ Դրա համար հիմնականում ես շատ երկար եմ, իմ պարտիաները շատ երկար է տևում, բայց ես հաճույք եմ ստանում այդ ամեն ինչից։ Ստեղծագործել ես սիրում։ Այո։ Մի բան էի ուզում նաև ճշտել, Հայկ, նշեցիր ուզբեկ հնդիկ երիտասարդ շախմատիստների առավելությունները, ինչու են նրանց ավելի շատ հրավիրում հեղինակավոր մրցաշարերի, մեր տղաները ոչինչով չեն զիջում այդ նույն տարիքի երիտասարդները, ինչու մերոնք չկան, ինչու դուք չկաք թոփ առաջնություններում, մրցաշարերում։ Մեզ մոտ ավելի դանդաղ է զարգանում, ես դա նշեցի, այս ներկայիս իրավիճակում նրանք ինչու ձեզ չեն կանչում։ Փոքր տարիքից ավելի շուտ է նրանց եղել այդ հասանելիությունները, այդ լավագույն մարզիչների հետ աշխատել, լավագույն մրցաշարեր խաղալ, դրա համար նրանք ավելի երիտասարդ տարիք ունեն եւ բոլորն էլ ձգտում են այդ երիտասարդներին հրավիրել այդ մրցաշարին, քանց թե ավելի տարիքով շախմատիստներին։ Բայց դες նույն աշխարհի գավաթում Շանթը շատ հաջող հանդես եկավ, դու արագ ու կայծակնայնում հանդես եկար, չեն նկատում ձեզ, չեն առաջարկում գնաք։ Միանշանակ տեսնում են, ուղղակի այստեղ կան խնդիրներ, որ շատ չեն մրցաշարերը ուժեղագույն եւ քիչ են լինում եւ այդ քիչ մրցաշարերին եթե հրավիրում են արդեն մի քանի հոգի ուզբեկ այդ շախմատիստները, արդեն այլ մրցաշարեր չկան, որ կոնկրետ մեզ հրավիրեն, բայց ես կարող եմ ասել, այդտեղ հասնելու բանալին այն է, որ չգիտեմ, այսպիսի օրինակ աշխարհի չեմպիոնին հաղթես, այդպես շատ ավելի մեծ տեղերում քեզ կնկատեն։ Նաեւ ամենակարևոր բանը դա վարկանիշ բարձրացնելն է։ Մենակ այդ դեպքում կարող ենք մենք հայտնվել այդ ավելի ուժեղագույն մրցաշարերում։ Դրա համար իմ առաջնային նպատակն է հիմա դա նորից վարկանիշս բարձրացնեմ, քանի որ ես երբ 2700 էի, ես շատ լավ մրցաշարերի իրականում մասնակցեցի։ Ուղղակի չկարողացա հանգստանալ ուժերս հավաքել եւ այդ վարկանիշային սանդղակը պահել։ Հիմա փորձ ունեմ, միգուցե դա է ճիշտը, չգիտեմ, կարող է էլ ավելի հեշտ լինի ինձ հետո, երբ ես հասնեմ այդ հաջողությանը նորից։ Դու հիմա քեզ համար ավելի ճիշտ ռազմավարություն պետք է ընտրես, քայլերի հաջորդականություն, ինչպես անել, որպեսզի եւ վարկանիշը բարձրացնես եւ երկար կարողանաս պահել։ Իսկ դա անելու համար, ինչպես ասեցիր, շատ երկար ես խաղում, ինչպես ես ֆիզիկապես պատրաստվում եւ շախմատին այդ դեպքում արդեն ինչպես ես ժամանակ հատկացնում։ Այո, ֆիզիկականը նույնպես իր կարևոր դեր ունի շախմատում, քանի որ 5-6-7 ժամ խաղում ես ու դու պետք է ուղղակի մարմինդ քեզ ենթարկի այդ ժամանակ, որ դու ուղիղ նստես հավասարակշռված քայլերը հաշվարկես։ Ես հիմնականում սիրում եմ սպորտ, գրեթե բոլոր սպորտերը սիրում եմ, բայց ֆուտբոլ եմ շատ սիրում։ Միանգամից շախմատից հետո իմ մոտ հոբբին ֆուտբոլն է։ Շատ եմ զբաղվում, դիտում եմ նաև, բացի այդ մարզասրանները շատ հաճախում, այսպես փորձում եմ հստակ ունենալ այդ իմ ռեժիմը եւ այդպես պահում եմ, որպեսզի էլ ավելի թարմ լինեմ իմ խաղերի ժամանակ։ Այս տարի Հայաստանի հավաքականը կրկին համաշխարհային օլիմպիադայում է մասնակցելու եւ թիմը հավաքվել է արդեն, Հայաստանի չեմպիոնը հայտնի դարձավ։ Ինչպիսի պայքար ես տեսնում, մենք ինչի ենք ձգտելու։
Միանշանակ ամենակարևոր մրցաշարը մեզ համար Օլիմպիադան է, յուրաքանչյուր հավաքանի անդամ էլ կարծում եմ, որտեղ այնտեղ բոլոր ուժեղագույն հավաքաններն են խաղում իրենց լավագույն շախմատիստներով։ Միշտ կարելի է Հայաստանի հավաքանից սպասել, ես դա կարող եմ վստահ ասել, որ կարող են մեդալի հավաքություններ լինել, չնայած որ երբեմն լինում ենք ոչ ֆավորիտների թվում, օրինակ 12-ում կարող է չլինենք, բայց Հայաստանի հավաքականի ուժը աշխարհում բոլորը փորձում են հասկանալ թե որն է, բայց այդպես էլ չեն հասկանում ինչի շնորհիվ է նրանց մոտ ստացվում եւ այլ հավաքականների մոտ չի ստացվում, ովքեր չունեն այդքան մեծ շանսեր։ Իսկ որն է, Հայկ։ Իմ կարծիքով մենք միմյանց շատ լավ ենք հասկանում, ավելի մոտ ենք իրար հետ շփվում ենք, գիտենք թե այդ կոնկրետ հակառակորդների հետ ինչ մոտիվացիա եւ ինչպես պատրաստվել, որովհետեւ բոլորս էլ ապրում ենք շատ մոտ իրար, բոլորս բնակվում ենք Երևանում եւ ամենօրյա շփումներ ունենք։ Ճիշտ է, մենակ դա էլ չես կարող նշել, որովհետեւ ամեն դեպքում հաղթել այդ տիտղոսները նվաճել դա շատ բաներ դու պետք է անես։ Խաղում ենք աշխարհի լավագույն շախմատիստների հետ եւ ասեցի շատ բաներով իրենց զիջում ենք, բայց գերբնական ուժ է առաջանում այդ ժամանակ։ Օրինակ, եթե իմ եւ Մագնուս Կարսենի օրինակը բերենք, եթե նայենք ֆավորիտ, նա պետք է հաղթեր ինձ, բայց եթե դու իրակպես հավատում ես քո ուժերին եւ ամենացորդ այդպես նվիրվում ես, ամեն ինչ հնարավոր է։ Եվ ես հուսով եմ այս տարի լավ կստացվի մեզ մոտ, այդպես պետք է տրամադրվել կարծում եմ դրականով եւ արդեն մրցաշարի ժամանակ բոլոր ուժերը ներդնել եւ հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մանավանդ որ փորձել ունեք։ Այո, ես արդեն մեծահասակը կա, երիտասարդները արդեն դարձել են այո, նաեւ կնշեմ փոխ-չեմպիոններ։ Գաբրիել Սարգսյանի կարևորությունը, նա շատ մեծ ուժ է մեզ համար, փորձում է իր երկար տարիների փորձով, նա շատ երկար տարիներ է խաղում, եթե չեմ սխալվում 26 տարի արդեն, կարող է դա անգամ ավել։ Եվ նա այդ կարևոր խոսքերը մեզ միշտ ասում է խաղերից առաջ, մենք էլ ուղղակի մեզանից հասնում այդ ժամանակ հավասարակշռված հանգիստ մոտենալ մեր խաղերին։ Եվ պատահական չէ, որ Ֆիդեի վարկածով 100-ամյակի լավագույն հավաքական ճանաչվեցինք, բայց կարծես թե այդ փաստը ըստ արժանվուն չգնահատեցինք։ Ո՞րն էր պատճառը։ Ինձ համար է դա մի փոքր ցավալի, ավելի շատ ես կնշեի այն առումով, որ ես կուզենայի տեսնել էլ ավելի ակտիվ շախմատը Հայաստանում, մարդիկ հայտնվեին, որ ավելի շատ ցանկանային Հայաստանում ուժեղագույն մրցաշարեր անցկացնել, որ այդ մեր երկրի այդ երիտասարդ շախմատիստները, փորձառու շախմատիստները ավելի շատ հնարավորություն ունեն նայեն ուժեղ մրցաշարեր խաղալու, բայց միգուցե ապագայում լինի այդ ամեն ինչը, ես հույսս չեմ կտրում եւ վստահ եմ, որ եթե մենք ունենանք այդ ամեն ինչը, լավ մարզիչներ կան, աշխատեն, երեխաների շատերը տաղանդավոր են, բայց հնարավորություններ չունեն այդքան մրցաշարեր մասնակցելու, այդ հնարավորությունները նրանց ընձեռում են, այս պատկերը վստահ եմ չեն կունենա եւ ես կարող եմ ասել ուզբեկ շախմատիստներին ոչ մեկ չի զիջում Հայաստանում, ուղղակի նրանք այլ ավելի արագ են առաջ շարժվում այդ իմ նշած կարևոր հատկանիշներով։ Աշխատում են փորձառու մարզիչների հետ եւ խաղում են այդ ուժեղագույն մրցաշարերը։ Նրանց մոտ էլ շատ է կազմակերպվում։ Եթե նրանք չեն մեկնում մրցաշարերին, նրանց մոտ այնքան մրցաշարեր ունեն, որ իրանց երեխաներին եւ այդ փորձառու շախմատիստներին ուղղակի դա բավարարում է։ Մեզ մոտ քիչ են։ Միասին մենք նկատել ենք, որ մեր մոտ շատ քիչ են անցկացվում։ Բայց պետք չէ հույսներս կտրել, քանի որ այո, ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում երկա ուղղակի խորհուրդ կտամ այո բոլորին հավատալ, կրտնաջան աշխատել եւ վստահ եմ մի օր այդ դուռը բացվելու է շախմատիստների առջեւ։ Եվ այս տարի Օլիմպիադան արդեն հայտնի է, նշեցիր, որ ծրագրեր ունես, ուզում ես կրկին բարձրանալ 2700, ինչ մրցաշարերի ես մասնակցելու, ինչ նպատակներ ունես տարվա հետ կապված։ Ես հիմնականում ուժեղ մրցաշարերի մասնակցում եմ, ուղղակի հասկացա ձեր նշած այդ մրցաշարերը դա լավագույնների հետ խաղալն է top 10, ուղղակի այնտեղ բոլորը ունեն խնդիր, անգամ top 20-30-րդ շախմատիստն էլ չի կարողանում խաղալ, քանի որ սահմանափակ մրցաշարեր են անցկացվում, շատ չեն։ Ես մի քանի պլանավորված մրցաշարեր ունեմ, հիմնականում Ֆրանսիայի լիգայում եմ առաջ մասնակցում ամեն տարի։ Շարժա Masters մրցաշար կա, որը 2500 վարկանիշից բարձր միայն Grossmeister-ներն են խաղում, շատ ուժեղ մրցաշար է եւ լինելի է Օլիմպիադան։ Այս մրցաշարերին եթե լավ պատրաստվեմ, կարծում եմ ամեն ինչ լավ է ընթանում, այդ առումով կարող եմ հուսալ, որ լավ տարի կլինի ինձ համար, ուղղակի պետք է ես հանգիստ լինեմ, ուղղակի գնամ իմ ուժերը փորձել ցույց տալ այդ մրցաշարերում եւ ես վստահ եմ, որ իմ մոտ ստացվելու է դա։
Իսկ ունես կարճաժամկետ եւ երկարաժամկետ ինչ-որ պլաններ, որ կոնկրետ տարում ինչ-որ բանի ես ձգտելու եւ փորձելու ես ամեն դեպքում իրականացնել։ Անկեղծ ասեմ, իմ կարիերայում միշտ այդպես չեմ նշել, որ այս տարի կամ 2 տարվա մեջ պետք է ունենամ այդ հաջողությունը։ Ուղղակի երբ ես շախմատ եմ խաղում, փորձում եմ այդ խաղը բոլոր ուժերս ցույց տալ, հանդես գալ ամենաբարձր ձևով։ Վստահ եմ, եթե ես այդպես յուրաքանչյուր խաղի մոտենալուց լավագույն ձևով հանդես գամ, միանշանակ այդ հաջողությունները կլինեն։ Չեմ փորձում այդպես կենտրոնանալ կարճ ժամկետներում այդ ամեն ինչը հասնելու համար, վստահ եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում, լավ մրցաշարեր խաղալու դեպքում կհասնեմ իմ նպատակներին։ Դե հաստատ կիմանաս, որովհետև շախմատիստ ես, մի քանի քայլ առաջ մտածում ես ու ճիշտ կբաշխես քո ուժերը։ Շնորհակալ ենք Հայկ ջան, որ եկար եւ բովանդակալից ու շատ մտածելու ու տեղիք տվող հարցազրույց տվեցիր մեզ։ Դες նույնպես շատ շնորհակալություն։ Ահա այսօր այսպիսին էր մեր եթերը, հյուրընկալել էինք Հայկ Մարտիրոսյանին եւ կհանդիպենք